ցավատեսությունը պարոն Ռուբինյան չի կիսում դիվանագետ արտաքին գործերի նախկին նախարար պարոն Վարդան Օսկանյանը օրերս նա Facebook-յան գրառմամբ անդրադարձել է Թրիպ նախագծին եւ այդտեղ վերստին միջանցք է տեսել եւ այսպիսի նկատառում է հայտնել այս միջանցքը Հայաստանի իսկ մեծ հաշվով նաեւ ԱՄՆ-ին ոչինչ չի տալու սրա մեջ միակ շահագրգռվածները Ադրբեջանն ու Թուրքիանն են լավ կարելի էր գոնե նման գործարքին համաձայնվելիս առնվազն 50% մասնաբաժին ստանալ 26%-ը այն ողորմելի կրճոնն է որ կտային նույնիսկ բացարձակ համր բանակցով այստեղ երկու հարց ունեմ նախ Երկու մասի, հա, բաժանենք, երկու բան նշեցիք, մեկը տոկոսի մասին, մյուսը միջանցքի մասին։ Միջանցքի մասով ես կարծում եմ ցանկացած կարդալ իմացող մարդ, իսկ պարոն Օսկանյանը հուսով եմ կարդալ գիտի, կարող է կարդալ հրապարակված փաստաթուղթը, որտեղ այսինքն դա փաստաթուղթ է այն մասին, որ միջանցք չի լինելու։ Հիշեցնեմ, էլի, ինչի մասին են եղել մտահոգությունները այս վերջի 5 տարվա ընթացքում։ Հիմնական 3 թեմայի շուրջ անվտանգություն, արդյոք ով է պահելու անվտանգություն եւ նաեւ երրորդ երկրներ, հա, անվտանգություն եւ երրորդ երկրներ։ Չէ, արդյոք անվտանգությունը պահելու է երկրի թե ոչ։ Ընթացակարգեր, արդյոք լինելու են համապատասխան անցագրային եւ մաքսային ընթացակարգեր եւ հայ սահմանապահներ լինելու են թե չլինելու։ Կհամաձայնեք, որ հիմնական մեզ 3 անհանգստությունն է հնչել։ Այս փաստաթղթով հրապարակված փաստաթղթով հստակ սևով սպիտակին գրված է որ անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան մարմինները, սևով սպիտակին գրված է որ համապատասխան անձնագրային եւ մաքսային ընթացակարգեր լինելու են, սևով սպիտակին գրված է որ հայ սահմանապահները եւ այլ համապատասխան գերատեսչության ներկայացուցիչները ֆիզիկապես ներկա են լինելու համապատասխան անցագրային եւ մաքսային տեղերում։ Մի ընդհատեք էլի, թողեք ավարտեմ։ Հետևա մի 1000 անգամ գրված է որ ամեն ինչ տեղի ունենալու Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ իրազեկության շրջանակներում հատկապես կասկածամիտների համար գրված է որ ինքնիշխան ֆունկցիաները չեն արտապատվիրակվելու եւ այսպես շարունակ։ Այսինքն բաց փաստաթուղթը բոլորը կարող են կարդալ։ Հետևաբար անհնար է այստեղ միջանցք։ Հաջորդը, երբ որ ասում է ինչի 50 գոնե 50% հա վերցնի Բայց իրանք երբ որ գույք պարտքի դիմաց մեր ռազմավարական օբյեկտները հանձնում էին այլ պետության, ինչ են 100%-ը հանձնել։ Կարող բացատրեն, ինչ են 100%-ը հանձնել։ Իվարկյան։ Իսկ իրականում եկեք տարբերակենք, էլի։ Ինքնիշխանությունը եւ ինչ որ ընկերության մեջ պետական մասնակցության տոկոսը որևէ կերպ իրար հետ չեն հատվում։ Տեսականորեն թրիպը կարող է 100%-ը ամերիկյան լիներ տեսական դրանից մեր ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որը կերպ չէր դուժելու այլ օրինակ ձեզ բերեմ օրինակ նայեք ԶՊՄԿ-ն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմա մեր կառավարության օրոք Հայաստան պետությունը Հայաստանի կառավարությունը փայ է ձեռք բերել ԶՊՄԿ-ում չեմ հիշում քանի տոկոս էլի ինչ որ ահա Բայց մի քանի տարի առաջ Հայաստանը 0% փայ ուներ ԶՊՄԿ-ի մեջ, բայց դա չի նշանակում, չէ՞ որ ԶՊՄԿ-ն հայկական չէր, այսինքն ինքը մեկը օտարերկրյա կապիտալով, հա, օտարերկրյա ինչ որ ընկերության պատկանող կոմբինատ էր, որը մեկը գործում էր Հայաստանում, Հայաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում, Հայաստանի ինքնիշխանության շրջանակներում, Հայաստանի օրենքներով հարկերը մուծում էր Հայաստանին։ Ու տենց հազարատ ընկերություն կա Հայաստանում։ 1000 հատ բառից բուն իմաստով 1000 հատ ընկերություն կա եւ 2000-3000 հատ։ Հետեւաբար տոկոսի հարաբերակցությունը ընդհանրապես տեղ կապ չունի։ Հաջորդը ինչի է Հայաստանը 26% ունենալու ԱՄՆ-ն 74, որտեղ ներդրումներ անելու ԱՄՆ-ն։ Այսինքն, բայց ինչ է ստացվում, հերիք չի մենք այդ թրիպ ընկերությունից հարկեր ենք ստանալու, ինչպես ցանկացած այլ ընկերությունից Հայաստանում գործող։ Այսինքն, բարձրավոր հարկեր, турքեր եւ այլն ստանալու։ Բացի դրանից նաեւ մենք բիզնես շահույթի մի մասն ենք ստանալու, ինչը շատ լավ է։ Ասում եմ պարոն Օսկանյանի օրոք մեր Հայաստանում ռազմավարական օբյեկտների մի մեծ մաս հանձնվել է այլ պետության 100%-ով, թող հեքիաթներ չպատմեն։